Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հրավերն ընդունելու համար։ Տիկին Կարապետյան, ընտրություններից հետո դեռ իհարկե շարունակում են քննարկվել ընտրությունների արդյունքները։ Պարզ է, որ իշխանությունն ասում է, խորհրդարանը լեգիտիմ չէ։ Պատճառաբանությունը ընդդիմության կողմից ենթադրյալ ընտրակաշառքների բաժանումն է։ Իր հերթին ընդդիմությունն ասում է, այս խորհրդարանը լեգիտիմ չի, որովհետև իշխանությունն է այն ապա լեգիտիմացրել, օգտագործելով վարչական ռեսուրսը։ Եթե երկու կողմն էլ փաստացի դժգոհ է ընտրությունների արդյունքներից, միգուցե իսկապես կարիք կա նոր ընտրությունների։ Նոր ընտրությունների կարիք չկա, եւ ես փոքրինչ մեր դիրքորոշումը ճշգրտեմ։ Մենք չենք ասում, որ խորհրդարանը լեգիտիմ չէ։ Մենք ասում ենք, որ կառավարող ուժը վերահաստատել է օրգանական քվե, այսինքն մեր 720,000-ից ավել քաղաքացիներ, որը մեր ժողովրդի մեծամասնությունն է, աջակցություն է հայտնել խաղաղության օրակարգին եւ մեր մյուս ծրագրերին, եւ այս երկրի ինստիտուտների շարունակականությունը հնարավոր է ապահովել։ Ժողովը կայացել է խորհրդարանական ընտրությունները, ժողովը կայացել է, որտեղ մեծամասնության քվեն օրգանական է։ Այլ բան, որ ընդդիմադիրների քվեի շուրջ կան լրջագույն կասկածներ, մասնավորապես կաշառքի մասով, որի շուրջ քաղաքական մեր դիրքորոշումը ակնհայտ է եւ այն հենվում է փաստերի վրա, հրապարակված ձայնագրությունների մասնավորապես, իսկ իրավական գործընթացները ժամանակի ընթացքում իրենց ընթացքը կստանան եւ իրենց տեղը կգտնեն։ Հետևաբար մենք չենք համարում, որ խորհրդարանը իր ամբողջության մեջ չէ, ոչ լեգիտիմ կառավարող ուժ կա եւ մեր քվեն օրգանական է եւ մենք ժողովրդի քվեն ստացել ենք, ժողովը կայացել է, խորհրդարանական ընտրությունները կայացել են, մենք այս հենքի վրա պատրաստ ենք։ Տեսեք, դուք ասացիք, որ կասկած ունեք ընդդիմության ձայների առնչությամբ, հաշվի առնելով հայտնի ձայնագրությունները, որ մենք հրապարակումներից հետո լսել ենք։ Իրենք կասկած ունեն ձեր մասով։ Իրենք իրենց քայլն անում են դիմելով սահմանադրական դատարան։ Մեկը վերակվյարկություն է պահանջում, մեկը նորընտրություններ է պահանջում եւ այլն, բայց իրենք իրենց կասկածը ռեալիզացնում են այդ կերպ։ Եթե դուք էլ ունեք կասկած, միգուցե դուք էլ մտածեք սահմանադրական դատարան դիմելու։ Նայեք, մեր կասկածը օդից չի առաջացել, որպեսզի մենք հիմա փնտրենք ինստիտուտ, որի հովանու ներքո այդ կասկածը քննվի։ Մեր կասկածը հենվում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի եւ մնացած իրավապահ մարմինների, ինստիտուտների արած աշխատանքի հենքի վրա։ Այսինքն այն ինստիտուտները, որոնք այդ մեր իրենց տված նյութից առաջացած կասկածը, այսինքն դրա հենքը ստեղծել են, իրենք քննում են այդ հարցերը։ Այդ հարցերը իրենց պատասխանը հնդածս կստանան։ Դուք նաև նկատեցիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից առաջ կոնկրետ մի ուժի առնչությամբ քաղաքական ուժի մեկ այլ ուժի դիմումի հիման վրա քննեց, արդյոք այդ ընտրակաշառքները ունեցել են սիստեմատիկ եւ ինստիտուցիոնալ բնույթ եւ արդյոք արժե այդ հենքի վրա նրանց զրկել ընտրություններում մասնակցություններից։ Մենք իգիտություն ընդունեցինք այդ գործընթացը եւ այդ ինստիտուտի որոշումը եւ առաջ ենք շարժվում այդ հենքի վրա։ Ուզում եմ ասեմ, մերը նոր բուսնած կասկած չէ, որը մենք պետք է որևէ ինստիտուտին ներկայացնենք, ասենք քննեք դա, այդ ակնհայտ է եւ այդ գործընթացները ընթանում են։ Փաստացի իշխանությունը ստացավ այն, ինչ ակնկալում էր, թե ոչ։ Գիտեք, մենք հաղթեցինք ընտրություններում ընդդիմության կանոններով, այսինքն իրենք համատարած կաշառքներ բաժանեցին եւ ի հեճուկս դրա եւ միևնույն ժամանակ երբ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չկայացրեց նրանց ընտրություններից դուրս մղելու, որը եթե մենք լինեինք ավտորիտար մի կառավարող ուժ, տեղի կունենար այդ որոշում, այսինքն ի հեճուկս այդ ամեն ինչի իրենք իրենց խաղի կանոններով խաղացին եւ մենք ի հեճուկս այդ կանոնների հաղթեցինք ընտրություններում, բայց մենք չէ, ժողովուրդը 720,000-ից ավել քաղաքացի իր քվեով ապահովեց հակակշիռը ընդդիմության ընտրակաշառքով ձեռք բերած քվեների։ Դուք ասում եք հաղթեց, բայց Սամվել Կարապետյանը վերջին հարցազրույցի ժամանակ լրատվամիջոցներին տված ասաց, որ ժողովուրդը պարտվեց, թեկուզ ժամանակավոր, բայց պարտվեց, ընտրեց աղքատությունը։ Դե գիտեք, մեկ նա ասում է, որ ժողովուրդը չի ընտրել եւ մեզ մեղադրում է զանազան կեղծ մեղադրանքների մեջ։ Մեկ ինքն իրեն այդպես հակասում է, պարզապես ժողովրդի ընտրությունը պիտակավորելով որպես ընտրություն առ աղքատություն։ Այնին ճշմարտությունն նրանում է, որ ժողովուրդը հաղթել է։ Մեր ժողովրդի մեծամասնությունը իր որոշումը կայացել է, ժողովը կայացել է։ Տիկին Կարապետյան, շատ է խոսվում 3/5-ի 2/3-ի մասին։
3/5 մասով ինչ էր ասում, ասում էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբ կայացրեց որոշում, դա ձեզ համար մարտավարական կարևորություն ունեցող քայլ էր, որպեսզի դուք ազգային ժողովում կարողանաք ունենալ 3/5-ը, որպեսզի կարևոր պաշտոնների նշանակելու հնարավորությունը ձեր ձեռքում լինի։ Այդ կերպ ԲՀԿ-ին դուրս թողնելով ազգային ժողովից առաջիկա։ 2/3 մասով ձեզ հիշեցնում են այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մեզ պետք է, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն, ինչը 2/3-ն է ենթադրում, որպեսզի պատերազմ չլինի։ Երկու դրվագով էլ ձեր մեկնաբանությունը։ Հա, այդ երկրորդ դրվագը փոքրինչ հետո քննարկենք, նախ անդրադառնանք առաջինին։ Մենք սահմանադրական մեծամասնություն 2/3 ունեցել ենք միայն 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքով։ Այս գործող խորհրդարանը, որը ձևավորվել է 2021 թվականին, չունի 2/3 մեծամասնություն, ունի 3/5 մեծամասնություն։ Այս ընտրությունները 2026 թվականի ընտրությունները, երբ ավարտվեցին եւ արդեն առաջին պատկերը պատրաստ էր, հիշում եք նաև վարչապետին մեղադրում են, որ ընտրությունների գիշերը, երբ ընտրատեղամասերից մենք արդեն իսկ ունենք, փակվել էին ընտրատեղամասերը եւ արձանագրությունների պատճենները հասել էին մեր կառավարող ուժին եւ մենք տեսել էինք, թե ինչ արդյունքներ կան, հայտարարեցինք ընտրությունների ամփոփված լինելու, կայացած լինելու վերաբերյալ։ Եթե մեր ընդդիմադիրները փոքրինչ խելք ունենային եւ հասկանային, որ ուրեմն իրենց երրորդ գլխի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է արձանագրությունների ճշգրտման ընթացքում գտնել ինչքան ձայն էր պակասում մի քանի տասնյակ ձայն եւ ապահովել այդ ուժի խորհրդարան անցնելը եւ այդքանով ավարտել թեման, եթե իրանք այսքան խելք ունենային դա անելու համար, իրենք կկանեին դա։ Մենք ընտրություններից անմիջապես հետո ընտրությունների արդյունքները եւ առ այսօր պաշտպանում ենք, տեսնում եք, ես էլ այսօր այդ ընտրությունների արդյունքները պաշտպանում եմ, բայց ինչ արեցին իրենք։ Իրենք որոշեցին, որ միշտ են, չէ՞, այդպես ասում են, մենք օգտվելու ենք ողջ գործիքակազմից ու միաժամանակ քննարկում են, թե մանդատներ վերցնելու են, թե չեն վերցնելու հարցը, եւ միաժամանակ բան էին անում։ Խառը տորպեդահարում էին ընտրության արդյունքները։ Սկսում էր մոտորապես միտքը այսպես, որ կառավարող ուժի քվեները չեն լեգիտիմ, թող միայն այդ մասով չեղարկվի, որը հնարավոր չէ։ Այսօր էլ են նրանք անտրամաբանական, էլի խառը կրակոցներ արձակում, ասում պահանջում են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ առհասարակ լինում է, երբ կոալիցիա չի ձևավորվում։ Երկրորդ փուլ չէ, նոր ընտրություններ, երկրորդ փուլը լրիվ այլ բան է ենթադրում։ Երկու առաջատար ուժերը պիտի միասին պայքարեն ըստ սահմանադրության, տեսնեն իրենցից որն է ավելի շատ ձայն հավաքում։ Բայց իրենք կարծես նոր ընտրություններ կամ վերաքվեարկության պահանջ են։ Էլի իրենք սենց բազում բաներ են արձակում, բայց վերադառնամ նախորդին, հա։ Եվ իրենք որոշել էին, որ կարող են տորպեդահարել ընտրությունների արդյունքները, կլինի դա առանձին ընտրատեղամաս, կլինի դա ամբողջ պետության մակարդակով համապետական ընտրությունները, եւ պնդում էին, որ զինվորները ժամը 8-ից հետո չպետք է քվեարկեն։ Այնինչ զինվորները հերթափոխի բերումով ժամը 8-ի դրությամբ եթե եղել են ընտրատեղամասի դռների առջև, նրանք ունեն այն նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները, որոնք հիշում եք, չէ՞, ասում են բարձր մասնակցություն է պես պետք։ Բարձր մասնակցության պայմաններում նորմալ է, որ ժամը 8-ին մեծ հերթ լինի եւ այդ մարտիկ մինչեւ վերջի մարտը պետք է քվեարկեն։ ԿՀ-ն արձանագրեց խախտումը ու չհարգեց մի քանի արձանագրեց խախտումը, երբ իրենք բոլորը ամբողջ գիշեր լայվ էին մտնում եւ ցույց էին տալիս, որ զինվորները ահա քվեարկում են, ինչ վատ է։ Սենց է լինում, երբ որ մի ուժ չգիտի ինչ սցենարից է ուզում օգտվի, իր երրորդ գլխին խորհրդարան անցկացնի գողացված մանդատներով ընտրակաշառքով, թե այնուամենայնիվ տորպեդահարի ընտրության արդյունքները, քանի որ իրենք որոշում չունեին, խառը կրակում էին, այդ կրակոցներից մեկը կպավ Բարգավաճի ճակատին։ Մենք այդ ընտրության արդյունքները պաշտպանել ենք։ Մեր կուսակցության փոխնախագահ Վագն Ալեքսանյան, հիշում եք այդ օրերին ինչ էր հրապարակային ասում, ասելով, որ այդ զինվորների քվեարկությունը մի խփեք, մի տորպեդահարեք այդ քվեարկությունը։ Մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը։ Իրենք հարվածել են այդ ընտրություններին։ Դե որ հարվածել են կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իրենց այդ հարվածների հիման վրա քննելով հարցը եւ հասկանալով, որ նրանց քվեարկության շուրջ նաեւ ոնց որ կոնսենսուս եթե լիներ, ոչ մի քաղաքական ուժ այդ հարցի շուրջ ձայն չբարձրացներ։ Ես իհարկե համոզմունք չեմ կարող ունենամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիման վրա, բայց վարույթ հարուցվել է հաշվի առնելով, որ կան այդպիսի բողոքներ, եւ կայացրել է որոշում էին իրենք պահանջել 60000 քաղաքացի։ Բայց այս պահը մի հատ Կարապետյան ԲՀԿ-ին ձայն է տվել եւ իրենք մի քանի տասնյակ ձայների պատճառով չեն անցնում խորհրդարան, որովհետեւ ԿՀ-ն վերաքվեարկություն չի դնում։ Ընդդիմադիր դաշտում սա մեկնաբանում են, որ ձեր ԿՀ-ն քաղաքական քայլ է կատարել եւ ԲՀԿ-ին դուրս է թողել։ Այնինչ նա
իր բացահայտած ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտած ձայների շնորհիվ հաղթահարում էր ՇՄ 4%-ի ու անցնում էր խորհրդան, դա ձեզ ձեռնտու չէր, 3/5 չէիք ունենալու, սա են ասում։ Լսեք, մենք հաշտ էինք ընտրությունների արդյունքների հետ։ Նախ ֆիքսենք, որ իրենք էին տորպեդահարում, ասելով, որ անվավեր ճանաչեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց այդ որոշումը։ Այլ բան, որ իրենք չեն ընթերցել ընտրական օրենսգիրքը, հասկանալու համար, որ երբ մի ընտրատեղամասում կամ 2 կամ 3 ընտրատեղամասում կամ ավել ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները ճանաչվում են անվավեր, այդտեղից ավտոմատ չի հետևում վերաքվեարկությունը այդ ընտրություններում։ Կա մի հատ առանձին հոդված ընտրական օրենսգրքում, որը սահմանում է, թե որ պայմանի բավարարման դեպքում է նշանակվում վերաքվեարկություն։ Այդ հոդվածը ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածն է, որը ոչ թե ասում է, եթե անվավեր է ճանաչվել որևէ ընտրատեղամասի արդյունքներ, սենց չի ասում։ Ոչ էլ ասում է, եթե որևէ ընտրատեղամաս կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսպես էլ չի ասում։ Ինչ է ասում այդ հոդվածը, բառացի պետքա կարդանք։ Ասում է, եթե ընտրությունների ընթացքում, նույնիսկ քվեարկության ընթացքում չէ։ Ինչու եմ շեշտում, որովհետև օրենսգրքերի նախորդ տարբերակները ունեցել են այսպիսի ձևակերպում, որ եթե քվեարկության ընթացքում, բայց մեր գործող օրենսգիրքը ասում է, եթե ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է նշանակել վերաքվեարկություն, եթե դա շտկում է եւ այլն։ Այս առաջի հատվածը մենք պետք է լավ հասկանանք, որ խոսքը խախտումների մասին է առհասարակ եւ սա երկրորդ անգամ է գնահատում արդեն ամբողջ ընտրությունների, համապետական ընտրությունների արդյունքի վրա։ Առաջին անգամը մենք արդեն գնահատել ենք առաջին մակարդակում, ընտրական տեղամասի մակարդակում մենք նկատի ունեմ ինստիտուտները գնահատել են արդյոք այդ օրը տեղի ունեցած խախտումները, այն է ժամը 8-ից հետո զինվորների քվեարկությունը, ազդել է այդ տեղամասի արդյունքների վրա։ Այս գնահատումը տեղի է ունեցել եւ որոշում է կայացվել, որ ազդել է անվավեր է ճանաչվել։ Երկրորդ մակարդակում մենք խախտումները առհասարակ, ընդ որում խախտումները կարող են լինել նաև քարոզարշավի կանոնները խախտելը, առհասարակ ընտրությունների ընթացքում ցանկացած X թվով խախտումներ արդյոք ազդել են համապետական արդյունքների վրա եւ այս խախտումների գնահատումը համապետական արդյունքների վրա տեղի է ունենում բանաձևի միջոցով, որը անճշտությունների մասին բանաձևն է, անվավեր ճանաչված ընտրատեղամասերի բոլոր մասնակիցների թվով, այսինքն քանի մարդ այդ ընտրատեղամասեր մտել է, անճշտություններ են ձևավորվում եւ դրանք գումարվում են այս մեծ բանաձևին գնահատելու համար արդյոք այդ խախտումը, որը թվային տեսք է արդեն ստացել, այդքան մարդ 3000-ից ավել մարդ ինքը թվային տեսք է ստացել, արդյոք ընտրությունների համապետական արդյունքի վրա ազդեցություն ունի, թե չունի։ Այդ գնահատումից հետո պետք է նոր որոշվի նշանակել վերաքվեարկություն, թե չնշանակել։ Այս դեպքում ստացվում է չունի ազդեցություն։ Եվ երբ բանաձևից այդ 3000-ից ավել անճշտությունները հանում ենք, դնում ենք ու տեսնում ենք, որ նրանք չեն հաղթահարում 4% շեմը, ակնհայտ է, որ ազդեցություն չունի։ Ընդ որում ես ձեր ուշադրությունը հրավիրեմ, անճշտությունները հոմենակ այս 3 ընտրատեղամասից չեն։ Ամբողջ հանրապետության մնացած բոլոր 2002 ընտրատեղամասից գիտեք քանի անճշտություն է ձևավորվել 936 այս 936-ը եթե մի պահ անենք նրանք 4%-ը հաղթահարում են բայց քանի որ սրանք սփռված են ամբողջ հանրապետությունով մեկ 2002-ի վրա այդպես չենք կարող անել մենք դրանք այդ անճշտությունները կարող ենք գնահատել կոնկրետ ընտրատեղամասում արդյունքի վրա ազդեցությունը գնահատելու համար Լավ Տիկին Կարապետյան փաստացի դուք Հավաքել եք ավելի շատ քվե, քան 21 թվականի արտահերթ ընտրություններին, 700,000-ից ավելի, բայց փաստացի գործող հավաքական ընդդիմությունն էլ կես միլիոնից ավելի ձայն է հավաքել։ Սա նշանակում է արդյոք, որ այսքան մարդ ուղղակի դժգոհ է ձեզանից կամ ձեզ չի վստահում։ Դա բոլորովին դա չի նշանակում եւ դրա մասին են ձայնագրությունները վկայում, երբ մենք լսում ենք ընտրակաշարք տված եւ վերցրած քաղաքացիների խոսակցությունը Նրանցից ոչ մեկի խոսակցությունը քաղաքական չէ։ Օրինակ դուք լսել եք, որ որևէ ձայնագրության մեջ մեկը մյուսին ասի եղբայր կամ քույր 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստանին։ Առ այս 40,000 դրամն էլ վերցրու եւ արի գնանք միասին պայքարենք այդ 300,000 ադրբեջանցիների գալու դեմ։ Այնտեղ քաղաքական բովանդակություն կա, այնտեղ պարզապես մարդկանց մանրածախ եւ մեծածախ արքու վաճառքի մասին է խոսքը։ Այս պարագայում մենք ո՞նց ենք գնահատում որևէ բանից դժգոհությունը կամ գոհ լինելը։ Շատ են նաև այն դեպքերը, երբ ես լսում եմ մարդիկ ասում են, որ ընդդիմադիրների վստահված անձը միայն աշխատանքի համար այդ գործը կատարում է, բայց իրականում ընտրելու է մեկ այլ ուժի, այդ թվում կառավարող ուժի։ Հետևաբար այդ քվեն ոչ մի բանի ցուցիչ է։ Ինքը այնքան
կոմպրոմատի ենթարկված է։ Այն մասշտաբի կոմպրոմատի ենթարկված է։ Հասկանում եք, օրական մի քանի ձայնագրություն է հրապարակվել, դա մեկը չի, դա երկուսը չի, դա երեքը չի։ Ընդ որում ինչ են ասում ընդդիմադիրները։ Մի կողմից ասում են այդտեղ ընտրակաշարք չկա, բարեկամներ են խոսում։ Մյուս կողմից ասում են առհասարակ կեղծ են ձայնագրությունները։ Երրորդ կողմից ասում են այդ ձայնագրությունները չունեն ինստիտուցիոնալ կապերը չեն ապացուցվել, այսինքն իրենք ընդունում են, որ խոսակցության բովանդակությունը անհերքելի է, ասում են պարզապես դա մեր կուսակցության հետ կապը չի ապացուցվում։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա այդքան ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ։ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր վաճառել են իրենց քվեն կամ գնել են այլոց քվեն։ Բայց արդյոք բոլորին կես միլիոնից ավելի քաղաքացու պիտակավորել, որ իրենք ընտրակաշարքով են գնացել ընտրության, ճիշտ է։ Չէ՞ որ 100,000 չի, 50,000 չի, 500,000-ից ավելի մարդու մասին ենք մենք խոսում։ Հա, այստեղ մենք չենք ասում բոլորը ամբողջությամբ։ Իհարկե, թե գիտեք, այստեղ էլ հարց է, այդ ընտանիքի անդամները, Տաշիր գրուպի աշխատողները, իրենց աշխատանքն է դա, չէ՞։ Իրենք հետեւաբար այդ հանգամանքի, բայց սա բան չի, այտենց քրեական իմաստով ընտրակաշարք չէ, բայց իհարկե մենք պետք է հասկանանք այդ ձայնագրությունների բովանդակությանը աջակցող քաղաքացիների իրավական բարոյական համակարգը որտեղ է։ Չէ՞ որ լսել են նրանք այդ ձայնագրությունները։ Նրանք ինչ են մտածել են, որ նորմալ է, թող մեր քաղաքական ուժին ձայն տվող քաղաքացիների մի մասը միմյանց գնի եւ վաճառի, միմյանց անվանարկի այդ բառերով նորմալ են դա համարել։ Սա խնդրեմ է, սա բարդ խնդիր է, որին մենք պետք է անդրադառնանք, բայց քաղաքական իմաստով Հայաստանում այդքան ընդդիմադիր քաղաքացի չկա։ Կան քաղաքացիներ, ովքեր այնքան դուրս են օրենքից եւ իրավականությունից, որ որոշել են միմյանց գնել եւ առնել։ Դա չեղավ ընդդիմադիր դիրքորոշում։ Իրենք էլ ինչ են ասում ձեզ դուք, հանրային միջոցներ եք մսխել, վարչական ռեսուրսի չարաշահում եք արել, պատերազմի սպառնալիքով ձայներ եք կորզել։ Բյուջե եք բաժանում։ Նախ առաջինը բյուջեն։ Ես բոլորի ուշադրությունը հրավիրում եմ։ Մեկնարկել է հաջորդ շուտով նաև օգոստոսի 2-ից ֆորմալ իմաստով հաջորդ հնգամյակը կմեկնարկի, եւ մենք շարունակելու ենք բյուջեն տնօրինել։ Ամեն օր Հայաստանի կառավարող ուժը տնօրինելու է բյուջեն։ Բոլոր կառավարող ուժերը ունեն այս, ինչ ասեմ, պայմանական այն անվանենք առավելություն, չէ՞, մրցակցային դիրք ունեն։ Իրենք 5 տարի տնօրինում են բյուջեն, այդպիսով բարելավելով քաղաքացիների կյանքի որակը եւ հաջորդ ընտրություններում ունենում են մրցակցային առավել դիրքեր։ Բայց ընդդիմությունն էլ ունի իր առավելությունները։ Նորմալ ընդդիմությունը։ Ինչ կաներ նորմալ ընդդիմությունը։ Ինքը կառաջարկեր այլ ընտրանքային ձևեր այդ նույն բյուջեն տնօրինելու, կունենար այն մրցակցային առավելությունը, որ պատասխանատվություն չի կրում ոչ մի կոնկրետ ոնց այլ ընտրանք առաջարկեր Տիկին Կարապետյան։ Ավելի շատ բարձրացնել թոշակները։ Կբարձրացնեիք 1000 դրամով ժամանակին չէիք ուզում բարձրացնել։ Թող պոպուլիստական առաջարկներ անեին, ասելով, որ այդ բյուջեն իրենք ավելի լավ կտնօրինեն, փորձելով շահել քաղաքացիներին։ Ընդ որում, իրենք ունեն մրցակցային այն առավելությունը, որ իրենք կառավարող ուժ չեն, կոնկրետ գործողություններ չեն անում եւ դրանց հետևանքները չեն կրում, պատասխանատվություն չունեն, բայց իրենք կարող են փոխարենը իրենք որոշել են, ասել են, եթե կառավարող ուժը բյուջե է տնօրինում, մենք էլ արդեն կգտնենք մի մարդու, ում անձնական միջոցները որպես կաշառք կբաժանենք։ Բյուջեն ընդ որում առանց խտրության է օգտագործվում, ինքը չի նայում քաղաքացու հայացքներին։ Թոշակ բարձրացնելիս կամ առողջության ապահովագրություն իրականացնելիս բյուջեն չի նայում թե այդ մարդկանց քաղաքական հայացքները ինչպիսին են, այն տարածվում է բոլորի վրա եւ ամենակարևորը այդ թոշակի բարձրացումը, առողջապահության ապահովագրությունը առ այսօր եւ հետ այսու ուժի մեջ են լինելու։ Ուզում եմ ասեմ, հələ ուշադիր շարունակվում է այդ process-ը։ Եթե մեր ընդդիմությունը խելքի չգա, թե դա անհավանական է, որովհետև այդ որոշումները իրանք չեն կայացնում։ Մի որևէ նորմալ ընդդիմություն ինչ որ պայի խելքի կգար եւ կասեր, որ հա, փաստորեն իրանք եւս 5 տարի բյուջե են տնօրինելու եւ եւս 5 տարի օրինական ճանապարհով շահելու են քաղաքացիների սիրտը։ Ամբողջ 5 տարվա ձեր ծրագրում դուք չէիք խոստացել թոշակներ բարձրացնել, երբ իրենք առաջարկել են ազգային ժողովում օրինակ 1000 դրամ համընդհանուր թոշակ բարձրացնել, դուք այդ ժամանակ ասել եք, որ բյուջեի վրա շատ մեծ ծախս կլինի, հետո նախընտրական շրջանում 1 կամ 2 ամիս առաջ դուք մի ամբողջական ծավալով 10000 դրամով թոշակ եք բարձրացրել։ Նախորդ 5 տարվա ընթացքում մենք 6 տարբեր առիթով թոշակ ենք բարձրացրել։ Այդ 6 առիթներ եղել են իրենց ընկալումներով ընտրակաշարք տրված քաղաքացիներին։
Մենք հիշում ենք երեխաներ ունեցող մայրերին ենք աջակցություն տրամադրել։ Մենք այդ ծրագրերը առել ենք ամբողջ 5 տարիների ընթացքում եւ շարունակելու ենք անել, ասում եմ, ուշադրությունն եմ հրավիրում բոլորի։ Շարունակելու ենք այդպիսի ծրագրեր անել։ Իրենք բյուջեի միջոցների տնօրինման հետ չեն կարող մրցել ապօրինի ընտրակաշարքով, որովհետեւ իրավապահները կգնան նրանց հետևից։ Այլ բան պետք է մտածեն։ Այո, կառավարող ուժերը տնօրինում են բյուջե, եւ դա նրանց տալիս է առավելություն։ Իրենք պետք է մտածեն, թե իրենք ինչ օրինական այլ միջոցներ ունեն ավելի լավ ծրագրեր առաջարկելու, բայց սա ոնց որ անիմաստ խոսակցություն է, որովհետեւ նրանք այդպիսի բան չեն անելու։ Բայց ուզում եմ նաեւ պատերազմի վտանգի մասին խոսել։ Մենք երկու ձևակերպում ենք ունեցել, ժողովրդին հրավիրել ենք տեր կանգնելու խաղաղությանը, սա է եղել հիմնական լեյտմոտիվը ընտրությունների, բայց այո ճիշտ է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը ասել է, որ դրա համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն եւ մենք այս պայի դրությամբ չունենք այդպիսի մեծամասնություն։ Եվ այս իրավիճակը իհարկե առաջացրել է ռիսկեր, որոնք հիմա կառավարման ենթակա են եւ մենք խորհրդարանում վերջի հարց ու պատասխանին, որին նրանք չեկան, պատկերացնում եք, ընտրությունները կեղծվել են եւ նրանք չեն գալիս մեր մազերը պոկելու։ Զբաղված են խորհրդարանում։ Զբաղված են տարբեր կողմեր կրակելով, երկրորդ փուլ պահանջելով, մանդատները վերցնել չվերցնելու շուրջ գզվռտոց է իրենց մոտ, բայց սա մի կողմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հարց ու պատասխանի ժամանակ այս հարցը հնչեց падգամավորներից եւ նա ասաց, որ այս իրավիճակը այո կառավարման է պետք է ենթարկվի, որովհետեւ եթե աշխարհը մտածի, որ Հայաստանում 500,000 եւ ավել քաղաքացի իսկապես դժգոհ է, կարող է եւ մտածեն, որ ահա հարևան երկրում Ադրբեջանի դիտանկյունից հարևան երկրում փաստորեն մանավանդ որ այդ երկրում ժողովրդավարական ընտրությունների միջոցով փորձում են իշխանությունը ժողովրդից վերցնել ընտրակաշարքով ահա այդ ուժերը, գուցե նրանք իսկապես ունեն այդքան քվե։ Այս իրավիճակը պետք է կառավարվի եւ մենք դրանով ենք զբաղված եւ ընտրություններից անմիջապես հետո Գրիգորյան Հաջիև հանդիպումը նաեւ այդ նպատակին է։ Այսինքն որ հիմա դուք սահմանադրական մեծամասնություն չունեք, պատերազմ չի լինելու։ Անհրաժեշտ է կառավարել են ռիսկերը, որոնք այդտեղից ծագում են։ Մենք մեր գնահատականից, որ այդտեղ ռիսկեր կան, չենք հրաժարվում։ Պարզապես այդ ռիսկերը անհրաժեշտ է կառավարել, որը դեռ մինչև այս փուլը այդ թվում այդ հանդիպման միջոցով հաջողությամբ իրականացվել է։ Նկատի ունեմ, որ եթե այդ եռագլուխ պատերազմի կուսակցությունը իր պոչով հավակնություն ունենալ, օրգանական քվե ունենալ, ապա այո, դա կարող է լինել ռիսկ Հայաստանի համար։ Տիկին Կարապետյան, հիմա Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ ընդդիմադիր ուժերի համախմբում է ուզում հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ստեղծման մասին է խոսում։ Մի քանի քաղաքական ուժ արձագանքել է, մի քանի քաղաքական ուժ իր պայմանն է դրել, ոմանք ողջունել են, ոմանք դեռ չեն ողջունել, բայց ընդհանուր առմամբ դուք պատկերացնում եք, թե ինչպիսին է պիտի լինի այս կոալիցիան եւ օրինակ ինչու դա տեղի չունեցավ կամ չկարողացան իրականացնել նախընտրական շրջանում գնալու ընտրություններին մեկ ընդհանուր ճակատով կամ մեկ ընդհանուր գաղափարով օրակարգով, որը հիմա են առաջ քաշում եւ հետընտրականի մասին են մտածում։ Դե նախ ընտրություններից առաջ չմիավորվեցին, որովհետեւ ինչ որ մեկը իրենց համոզել էր, որ Հայաստանի ժողովրդին պետք է առաջարկել ընդդիմադիր մենյու։ Մի հատ ազգային ազատագրական, այսինքն որտեղ որ դաշնակցությունն է, դա կլինի ազգային ազատագրական քաղաքական ուժը։ Մի հատ սոցիալ-տնտեսական, հիշում եք, ասում էին մենք տնտեսական գործիչներ ենք, մենք քաղաքական գործիչներ չենք։ Մի հատ ուրեմն խառը Նոյան Տապան, տակի մնացածներից ով կգա այդտեղ, այդ առաջարկվեց, եւ մի հատ էլ պոչում ովքեր էին միջազգայինա իրավաբան ատյաններին հավատացող պսևդո արևմտամետներ, ովքեր ասում են, որ թրիփից ավելի շատ բան կարելի է քամել։ Այս մենյուն իրանց կարծիքով պետք է ապահովեր բարձր մասնակցություն եւ հաղթեին այսպիսով Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Չստացվեց, տապալվեց։ Հիմա ես համոզմունք ունեմ, որ այս համախմբման նպատակը ոչ այլ ինչ է, քան այս խորհրդարան ոչ օրգանական քվեով անցող քաղաքական ուժերի կողմից մանդատները վերցնելու պարագայում մյուս ընդդիմադիր ուժերից քննադատության չարժանանալու փորձ։ Այսինքն նրանք առաջարկում են միասին հանդիպել, քննարկել եւ ներկայացնել, թե իբրև միասին որոշեցինք, որ մանդատները կարելի է վերցնել, մեզ շատ մի քննադատեք, մի խփեք մեզ խնդրում ենք, որովհետեւ միասին մենք որոշեցինք մանդատները վերցնել։ Բայց իրենց օրակարգը մանդատները վերցնել չվերցնելը չի։ Իրենց օրակարգը Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռացնելն ու օրակարգը։ Իրենց օրակարգը մանդատներ վերցնել չվերցնելու հարցը փաթեթավորելն է այնպես։ Հայաստան
դաշինքը կամ ուժեղ Հայաստանը բացատրության կամ արդարացման կարիք ունի մանդատ վերցնել չվերցնելու մյուս ընդդիմադիր ուժերի մոտ։ Հերոսները, իրենց տարբեր մեդիա դեմքերը, որոնք հիմա խնդիրն անում են, որ իրանք այդ մարդկանց դեմ ռադիկալացրել, լարել, գցել են եթեր, հիմա նրանք այդ զանազան եթերներից ասում են ոնց, էլի գնալու եք սուր հարցեր տակ, մենք դրան համաձայն չենք։ Այդ հարցի պատասխանն են փորձում գտնել հետընտրական կոալիցիայով։ Առաջի անգամ է չլսված մի բան, որ ընտրություններից առաջ դաշինք կազմելու։ Ընդ որում, հայ Միչայլոց, այդ Բարգավաճ Հայաստանը դաշինքի շեմ պիտի հաղթահարեր, եթե արդար կանոններով առաջնորդվեր։ Միայնակ չէր գնում Որովհետև չէ, որովհետև նրա ցուցակի մեջ երկու այլ կուսակցության նախագահներ կան, դեմոկրատական այլընտրանք կուսակցություն։ Մենք ընդհանուր ցուցակով են գնացել, այսինքն դաշինքանցելու ձև են գտել։ Մենք ընդհանուր այլ ուժեր են վերցրել Նոյան Տապան եւ փոխանակ դաշինքի անունը դնեն Նոյան Տապան դաշինք եւ մրցեն 7%-ը հաղթահարելու համար, օրենքը շրջանցել են, երբ Թևանյանն էլ մյուս կուսակցության ղեկավարն է։ Եվ էլ չասեմ, որ բացի այս երկու կուսակցություններից, այդ ուժի ցուցակում են նաեւ պատիվ ունեմ դաշինքից Մարտունը Գրիգորյան եւ Հայաստան խմբակցությունից Էլինարը Վարդանյան, այսինքն 4 տարբեր տեղերից հավաքվել են մի ցուցակի մեջ, ասում են 4%-ը եւ մենք այն հաղթահարել ենք։ Որտեղից եք հաղթահարել։ Վերջին հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի վերջին հարցու պատասխանի ժամանակ խոսում էր այն մասին, որ եթե իսկապես այս մարդիկ մտածում են, որ իրենց քվեները կեղծված են եւ նաեւ մարդիկ են այդպես մտածում, թող դուրս գան եւ հրապարակներում լծվեն ու հեղափոխություն անեն։ Սամվել Կարապետյանը վերջին հարցազրույցի ժամանակ ասում էր, որ երբ հանրահավաքի կամ փողոցային պայքար գեներացնելու մասին հարց հնչեց, ասում է, որ մենք դա անելու ենք մեր ձևով եւ ասում էր, եթե մենք հիմա անենք դա փոքր, կլիցքաթափվենք, հետագայում շատ ավելի դժվար կլինի համախմբվել եւ ճիշտ պահին մենք կգեներացնենք փողոցը։ Ոնց կմեկնաբանեք սա։ Որն է ճիշտ պահը, եթե ոչ իրենց ասելով ընտրությունների կեղծված լինելը։ Այդ ամենաճիշտ պահն է։ Օրինակ սահմանադրական դատարանի միգուցե որոշումը, որ ընտրությունները կեղծված են եղել, կամ օրինակ ինչը կարող է լինել, համախմբումը, բոլոր քաղաքական ուժերը համախմբեն, Միջայլոց դեմ եւս բոլորին դեմ կուսակցությունը եւս արձագանքել էր Սամվել Կարապետյանին դեմ լինելով բոլորին, բայց նա կարծես ողջունել է Սամվել Կարապետյանի առաջարկը։ Այսինքն ինչ սցենար հնարավոր է, չգիտեմ։ Սահմանադրական դատարանին է ինչպես կարող է առիթ հանդիսանալ, եթե նրանք արդեն իսկ ասում են, որ այդ ինստիտուտի որոշմանը չեն վստահում։ Այսինքն այդտեղ կարող է ֆոնային մի բան լինել, հավաք լինել, ինչպես ԿՀ-ի արչև։ Օրգանական զայրույթ կարող է առաջանալ միայն օրգանական խնդրից։ Այսինքն եթե ինչ որ մի ընդդիմադիր քաղաքացի մտածի, որ իր քվեն է սխալ տեղ դրվել, ընդ որում ասեմ, այնպես եթե ռեալ խնդիրներ լինեին ընտրություններում, ապա այդ խնդիրներին նրանք մատը կդնեին դրա վրա։ Այնինչ իրանք ինչ են ասում։ Ասում են, որ մի ֆանտաստիկ բան, ավել ստորագրություններ, ավել քվեներ կան, քան ստորագրություններ, ընդ որում երբ լրագրողները նրանց հակադարձում են, ասում են, բայց դուք եք գիտեք, որ զինծառայողները այդպես է լինում։ Ասում են դրանից զատ են։ Նոր այդ ժամանակ ասում են դրանից, բայց թող սկզբից ասեն։ Ակնհայտորեն իրենք պարզապես ուզում են մխտրեն, ստվեր նետեն ընտրությունների վրա, բայց իրենք էլ գիտեն, որ չկա մի հատ օրգանական ռեալ պատճառ, որի հավաքը չի լինի, կարծում եք, այս կոալիցիան չի ձևավորվի։ Ամփոփ։ Ձևավորվի, չձևավորվի, սակայն ինչ տարբերություն։ Ինչ է տեղի ունենալու, ենթադրենք ձևավորվեց։ Ընդ որում, ասում եմ, նպատակը դրա ձևավորման միայն այն է, որ մանդատների վերցնելու ընթացքը մի քիչ մեղմվի, իրենց այդքան չբանանեն։ Համոզեն, ասեն, տեսեք, համախմբվել ենք, հիմա սպասում ենք առիթի։ Ինչ առիթի են սպասում։ Խաղաղությունն էլ արդեն հաստատված է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Մարիա Կարապետյանն էր։ Կհանդիպենք։